Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 23-ն է եւ այս հաղորդման ընթացքում Հայաստանին վերաբերող հարցերը քիչ են, ավելի շատ քննարկելու ենք միջազգային կարևոր հարցեր, երեկվա մեր հաղորդումը ավելի շատ նվիրված էր Հայաստանում տեղի ունեցողին, չնայած որ կան մի քանի հարցեր, որոնցից որ պետք է սկսենք, կրկին վերաբերվում են դրանք Հայաստանին եւ դրանցից ամենակարևորը Կայա Կալասի այցն է ապրիլի 25-ին Բաքու։ Ինչպես գիտեք, Կայա Կալասը Եվրամիության գերագույն հանձնակատարն է անվտանգության եւ արտաքին քաղաքականության եւ նրա այցը Բաքու ապրիլի 25-ին չափազանց հետաքրքիր է։ Այս մասին մենք տեղեկացել ենք 3 ադրբեջանական աղբյուրներից։ Շատ մանրամասներ չկան, նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս հարցը մենք հիմա կքննարկենք, թե ինչի է տեղի ունենալու այդ այցը, սակայն նախքան մեր հաղորդումը սկսելը հիշեցնեմ լայքերի համար, առանց ձեր լայքերի մեր տեսանյութները բավականին դժվար են տարածվում, դրա համար խնդրում եմ անպայման դրեք լայքերը եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության մեջ, ինչպես նաեւ կիսվեք ձեր սոցիալական ցանցերով, կարող եք նաեւ բաժանորդագրվել մեր ալիքին, ուրեմն ինչպես արդեն նշեցի, Կայա Կալասը այցելում է Բաքու, նա Եվրամիության անվտանգության եւ արտաքին հարցերով գերագույն հանձնակատարն է, դա հապազանց կարևոր եւ լուրջ պաշտոն է եւ ապրիլի 25-ին նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Մենք կարևոր է որ այստեղ հասկանանք, որ Ադրբեջանում բավականին լուրջ խնդիրներ են վերջին շրջանում առաջացել մարդու իրավունքների հետ կապված, բազմաթիվ լրագրողներ, հասարակական գործիչներ հայտնվել են բանտում եւ միշտ էլ Եվրամիությունը քննադատում էր Ադրբեջանին դրա համար եւ հիմա այս այցը բավականին հետաքրքիր է։ Այն հավանաբար պլանավորված էր ամիսներ առաջ, չեմ կարծում որ մի քանի օրերի պլանավորված այց լինի դա եւ ամենայն հավանականությամբ կխոսեն նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումից, ամենայն հավանականությամբ գրեթե 95% հավանականությամբ անհնար է որ նման հարց չքննարկեն եւ Եվրամիությունը միանշանակ հորդորելու է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ։ Մենք արդեն պատկերացնում ենք թե ինչ պահանջներ է առաջ քաշելու Բաքուն, նույնն են լինելու այդ պահանջները, բայց չափազանց կարևոր է որ Եվրամիությունը իր դիրքորոշումը ֆիքսելու է Բաքվում։ Եվ երեք մենք խոսել էինք Եվրամիության դիտորդական առաքելության գնահատականի մասին, որ նրանք կարծիք էին հայտնել, որ հնարավոր է ադրբեջանական կողմից է եղել այդ կրակոցը Խոզնավարի շրջանում բնակելի տան վրա, հստակ չէին նշել, բայց հստակ էր ակնարկը եւ երևի դա եւս կապված է այդ այցի հետ, որ ավելի հստակ չէր Եվրամիության դիտորդական առաքելության մատնանշումը, որ չէ հստակ ադրբեջանական կողմն է կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Սա քաղաքականությունը մենք բոլորս շատ լավ այդ ամենը հասկանում ենք եւ հիմա միանշանակ Կայա Կալասը քննարկելու է նաեւ սահմանին լարվածության նվազեցման կարևորության հարցը։ Ես կարծում եմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության մասին եւս միանշանակ խոսք է լինելու այդ հանդիպման ընթացքում, բայց կարևորը այն է, որ Ադրբեջանը չի խզում հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, պահպանում է հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, օրինակի համար Վրաստանի հարաբերությունները շատ ավելի բարդ են փաստացի Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Չեմ կարծում, որ այց լինի Թբիլիսի, Երևան այցը, չեմ կարող ասել, այս պահի դրությամբ որևիցե հաղորդագրություն չունենք, որ Կայա Կալասը այցելելու է նաեւ Երևան, բայց հնարավոր է, ես չեմ բացառում, հնարավոր նման բան եւ ընդհանուր առմամբ ես ասեմ, որ այդ այցը բավականին կարեւոր եմ համարում Բաքու, քանի որ գրեթե համոզված եմ, որ չափազանց կարեւոր ուղերձներ է Կայա Կալասը հղելու Ադրբեջանի նախագահին, ինչին մենք բոլորս ականատես կլինենք։ Բայց այստեղ կարևոր է նաեւ հասկանալ, որ Եվրամիությունը ունի նաեւ իր շահերը Ադրբեջանում, շահ առաջինը այն է, որ Ադրբեջանը մնա անկախ պետություն չկալանվի ամբողջովին Ռուսաստանի Դաշնության կողմից, էներգետիկ անվտանգության առումով Եվրամիությունը բավականին լուրջ շահեր ունի, որպես տրանսպորտային կորիդոր, որը որ կապում է Եվրոպան արևելքի հետ, այդ առումով եւս Ադրբեջանը բավականին լուրջ
կարևորություն ունի Եվրամիության համար, այնպես որ Եվրամիությունը իր շահերը եւս ունի Ադրբեջանում եւ մենք բոլորս պետք է նաեւ դա շատ լավ գիտակցենք, բայց մեկ բան հստակ է, որ առանց Հայաստանի հետ խաղաղության այդ բոլոր ծրագրերը, Եվրամիության ծրագրերը եւ բոլոր շահերը հաստատի դատապարտված են լուրջ անհաջողության։ Եվ դա է պատճառը, որ հիմա Կայա Կալասի հիմնական ուղերձները պետք է ուղղված լինեն խաղաղության։ Դե ինչ, մնացածի մասին կխոսենք արդեն այցից հետո, արված հայտարարություններից հետո։ Երեք նաև հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Կվինի հետ։ Դրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, քննարկվել են հայկական կողմի ջանքերը խաղաղության մասով, հայկական կողմը կրկին ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրել խաղաղության խաչմերուկ ծրագրի վրա այդ համատեքստում, այլ որ նման հանդիպումներ կան, բայց առանձնապես այդ հանդիպումից եւս մեծ հաշվող բան չունենք քննարկելու։ Եվ հիմա շատ ավելի տրամաբանական է անցնենք միջազգային կարևոր հարցերի, քանի որ միջազգային կարևոր հարցերը հիմա կրկին Ուկրաինայի շուրջ են։ Այսօր արդեն Լոնդոնում կայանալու է շատ կարևոր հավաք, որին մասնակցելու են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Եվրամիության մի քանի երկրներ, հատկապես Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, բայց վերջի պահին պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցելու այդ հավաքին եւ դա կապված է նրա հետ, որ ամերիկյան կողմը առաջարկելու է Ղրիմը ճանաչել, որպեսզի պատերազմին վերջ տրվի, այսինքն դա է ռուսական նախապայման ամենայն հավանականությամբ, որին որ ամերիկյան կողմը հաստատի համաձայնվել է։ Ուկրաինան մերժում է, Զելենսկին ասում է, որ նման բան չի կարող լինել, սահմանադրորեն ամրագրված է Ղրիմը որպես Ուկրաինայի տարածք, դա են ակնարկում նաև եվրոպացի գործընկերները, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ դա է պատճառը, որ Մարկո Ռուբիոն հրաժարվում է մասնակցել այդ հավաքին, բայց ես չեմ բացառում, մեկ էլ տեսար իրենց մտքերը փոխեն եւ Մարկո Ռուբիոն կարող է մեկնել Լոնդոն եւ մասնակցի այդ հավաքին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացնելու է այդ Վիտկոֆը, հատուկ բանագնացը Ամերիկայի Միացյալ Նահանգների, որին որ Թրամփը նշանակել է իր բիզնես գործընկերն է Վիտկոֆը, որից հետո որ Լոնդոնից միանգամից նա թռնելու է Մոսկվա։ Զելենսկին առաջարկում է, որ եկեք 30 օրով հրադադար հաստատենք եւ քննարկենք բոլոր հարցերը։ Դա է հիմնականում ուկրաինական կողմի տեսակետը, բայց ամերիկյան կողմը ավելի շատ հակված է նրան, որ Ուկրաինան համաձայնվի, որ Ղրիմը մնում է Ռուսաստանին եւ մնացած շրջաններում, օկուպացված շրջաններում եւս Ռուսաստանը ներկա է լինելու եւ ահա այդ ձև սառեցվի այդ պատերազմը, բայց նաեւ կարևոր է այստեղ նշել, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ մտնելու ծրագրից։ Ինչպես արդեն ասացի, դրան դեմ է Ուկրաինան, դրան դեմ է ամենայն հավանականությամբ նաև Եվրոպան, եւ դա բավականին լուրջ ջղաձգումներ է առաջացնում Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտ։ Վիտկոֆը մեկնում է նաև Մոսկվա, եւ իմ չայլոց, եթե այս հրադադարը հաստատվի, ռուսական պահանջների մեջ է մտնում նաև այն, որ Ռուսաստանի վրայից պետք է հանվեն բոլոր պատժամիջոցները, կարող է փուլ առ փուլ, բայց պետք է հանվեն, սկսեն հանել այդ պատժամիջոցները, որոնք որ մտցվել են այս մի քանի տարիների ընթացքում հետևողականորեն, եւ ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն նշեցի, Ուկրաինան եւ Եվրոպան չեն համաձայնվելու այդ պահանջներին։ Թե ինչ կողմ է բռնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերջին հաշվով դժվար է ասել, բայց հետաքրքիր մեկ տեղեկություն ունենք, որը որ ակնարկե մեզ, թե ինչ դիրքորոշում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ խոսքը վերաբերվում է նրան, որ ռազմական հանցագործությունների մասով հաստահավաք խումբը, հետախուզական հաստահավաք խումբը Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չեն աշխատացնելու, այսինքն դադարեցնելու են այդ հաստահավաք խմբի առաքելությունը։ Այսինքն Ուկրաինայի դեմ տեղի ունեցած հանցագործությունները Ռուսաստանի կողմից այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում Դոնալդ Թրամփի վարչակազմի համար, եւ դա եւս ինչ որ բան է մեզ հուշում։ Հիմնականում սա է Ուկրաինայի մասով, եւ փաստացի մենք նկատում ենք, վաղուց արդեն նկատել ենք, բայց հիմա ավելի երևի թե պարզ է դառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը որ
լուրջ ձևով տարբերվում է մնացած դաշնակիցների դիրքորոշումից, բայց թե ինչ գործողությունների են դիմելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ղրիմը ճանաչելու են թե չէ ռուսական, դա արդեն մեծ հարց է առաջացնում, քանի որ դրան չի համաձայնվելու Ուկրաինան եւ ամենայն հավանականությամբ չի համաձայնվելու նաեւ Եվրոպան։ Մեծ հաշվով շատ բան չկա այստեղ վերլուծելու, մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե ինչ բանակցություններ տեղի կունենան այսօր։ Միջազգային կարևոր լուրերից կարող եմ նաեւ առանձնացնել, որ Քաշմիրում հարձակում է տեղի ունեցել զբոսաշրջիկների վրա, նախնական տվյալներով 26 մարդ է զոհվել, Հայաստանը արդեն ցավակցել է Հայաստանի արտգործնախարարությունը, դա լարվածություն է առաջացրել Պակիստանի եւ Հնդկաստանի միջև, գիտեք, Քաշմիրը այն շրջանն է, որտեղ որ բախվում են Պակիստանի եւ Հնդկաստանի շահերը, այսինքն լարվածության կետ է, տեսնենք թե ինչպես կզարգանան նաեւ իրադարձությունները այնտեղ։ Իլհամ Ալիևի Չինաստան այցի մասով կարևոր է սա եւս նշել, կան որոշ տեղեկություններ, որ հանդիպում է տեղի ունեցել Սի Ձինպինի եւ Իլհամ Ալիևի միջև, ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրվել, 20 կետերի շուրջ նրանք պետք է համագործակցեն, աշխատեն, այսինքն ինչ որ փաստաթուղթ է կարևոր ստորագրվել, որը որ մենք պետք է հիմա ավելի լավ հասկանանք, թե ինչ փաստաթուղթ է եւ ինչ կետեր է այն պարունակում։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, դրանք իրոք ֆանտաստիկ մեծ նշանակություն եւ կարեւորություն ունեն մեր բոլոր հաղորդումների տարածման համար, դրա համար միշտ կոչ եմ անում լայքերը դնել, հաջողություն եմ ցանկանում բոլորին, կհանդիպենք